Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել ոստիկանության ծառայողների գնահատման նոր համակարգ, որը երաշխավորելու է ինստիտուցիոնալ կապ, ատեստավորման և կատարողական գնահատման համակարգերի միջև։ Սա նշանակում է, եթե ծառայողի գործունեության արդյունքները դրական են, ապա նա կարող է վստահ լինել, որ դա կազդի ատեստավորման արդյունքների վրա։ Եթե 3 տարվա միջին կատարողականը լինի բարձր, ապա այս պայծրությամբ շատ նախնական դրա 50%-ը կգումարվի ըստ էության ատեստավորման արդյունքների եւ սրանց հանրագումարը կորոշարկի աշխատավարձը։ Եվ եթե տեսականորեն դիտարկենք այս փուլերը, եթե որևէ մեկը բարձր առաջադիմություն է ունեցել իր աշխատանքում, իսկ ատեստացիան միջին, օրինակ տրամաբանության մեջ է հանձնել, վստահաբար ավելի բարձր աշխատավարձ է ստանալու վերջն արդյունքում, քան այն ծառայողը, որը որ միայն հենված է լինելու ատեստավորման ստուգարկների վրա։ Ըստ Արփինե Սարգսյանի, դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը։ Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։ Այն քննարկման կներկայացվի 24 ժամյա ռեժիմով։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ հանձնաժողով էր եկել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով, որը մեկ անգամ արդեն քննարկվել ու լիագումար նիստերի օրակարգ չէր ընդգրկվել 2025 թվականի մայիսին։ Խոսքը մի շարք կետերով գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու օրինագծին է վերաբերում։ Ըստ հեղինակի, այն մերժվել էր Պաշտպանության նախարարության հետ պայմանավորվածությունից ելնելով, որոնք սակայն չեն կատարվել։ Ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, այլ հավելյալ արդյունք կրկնեց Սարգսյանը։ Ես հանում եմ իմ նախագծից ամենագրավիչ երկու կետերը՝ հավաքագրված գումարների զինվորներին տրամադրելու կետը եւ ծառայության ժամկետի կրճատման կետը տալիս եմ նախարարին, ինչպես պայմանավորվել ենք։ Սա եղել է հստակ պայմանավորվածություն իմ եւ Պաշտպանության նախարարի միջև։ Այժմ ստացվում է, որ Պաշտպանության նախարարը խախտում է մեր պայմանավորվածությունը։ Ծառայության ժամկետի կրճատումը կառավարության 2021-26 թվականի ծրագրում արդեն իսկ ներառված էր, նշեց Արման Սարգսյանը։ Ես ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ ես 2021 թվականի նոյեմբեր ամսից հանդիսանում եմ գործող Պաշտպանության նախարարի տեղակալը եւ որևէ խախտում պայմանավորվածությունների մեր աշխատանքային հարաբերություններում, պարոն Սարգսյան, ես չեմ տեսել եւ կարծում եմ, որ նման կերպով ներկայացնելը ինչ որ չափով նաեւ ցանկալի չէ։ Նախագիծն առաջին անգամ ներկայացնելուց հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում օրենսդրական։ Ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս։ Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային զինծառայություն անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է։ Հետևաբար առաջարկությունները ժամանակավրեպ են։ Նախարարության պատճառաբանությունը Հայկ Սարգսյանի համար անընդունելի է։ Այսօր իմ առաջարկած օրենքի նախագիծի ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլ առավել անհրաժեշտ է։ Եվ երկրորդ 2025 թվականի մայիսի 22-ին Պաշտպանության նախարարը կառավարության նիստում իմ օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելու ժամանակ նշում էր, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը հազարներ է եւ սրա դեմը պետք է առնել։ Իսկ Պաշտպան հայրենիաց ծրագրով ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողների թիվն է ավելանում, ընդգծեց Սարգսյանը։ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ հեղինակը վերադարձել է նույն նախաձեռնությամբ, որին ինքն էլ նախորդ քննարկման ժամանակ դեմ է քվեարկել։ Իսկ ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտության եւ վերլուծության վարչության եզրակացությունում նշվում է մի շարք դրույթների հակասահմանադրական լինելը։ Հարակից զեկուցողը հայտնեց, մտահոգիչ է համարում այդ եզրակացությունը, հետեւաբար դեմ է օրենսդրական փաթեթին։ Հիմա ասում եմ սահմանենք մեծ գումար 15 միլիոն, որպեսզի այս մարդիկ կամ չգնան այդ քայլին, այսինքն չհրաժարվեն քաղաքացիությունից հետագայում կամ բանակ ծառայեն, կամ եթե այդ գումարը կտան, այդ գումարը տանք ծառայողներին։ Սրա ինչն եք դեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պետքա լինի մեր համար հպարտություն, հա, այլ ոչ թե ինչ որ գումարով վաճառելու կամ ինչ որ մի բան։ Սա կլուծի ձեր ասած բյուջե գումար մուտք գործելու խնդիրը, կլուծի նաև ինչ որ չափով, եթե արկա են ձեր նշած կոռուպցիոն ռիսկերը, ինչ որ չափով կնվազեցնի այդ ռիսկերը, բայց այդ խնդիրը, որ ձեր նախագծի հիմքում ամենից ցցուն կերպով ներկայացվում է, որ զորակոչիկների թիվը այսպես գահավիժում է դեպի ներքև, չի ավելանում, ապա եթե փողով ազատենք կավելանա, փողով ազատվողների թիվը կավելանա եւ բյուջեում գումարը կավելանա։ Ընդդիմությունը եւս դեմ էր առաջարկվող փոփոխություններին։ Գեղամ Մանուկյանն ընդգծեց հատկապես ընտանիքներում ու հարազատների շրջանում պառակտում մտցնելու ռիսկերը։ Ինչը իմ հերը չկարողացավ ճարել, ուրիշի հերը կարողացավ ճարել ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Դրա համար մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ այս նախագիծը չպետք է մտնի օրակարգ։ Այս պահին
այս օրենքի ընդունումը կառավարության կողմից գտնվել է ոչ նպատակահարմար, ուստի խնդրում եմ ձեռնպահ մնալ։ Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ 2019-ից աշխատել է օրինագծի վրա եւ շանսերը, որ իր ազգային ժողովի падգամավոր չլինելուց հետո նման նախագիծ կշրջանառվի, ցածր են։ Այնուամենայնիվ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն տվեց։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։